Ողջույն, մենք գտնվում ենք Բրյուսելում, ALDE 45-րդ կոնգրեսին ենք մասնակցում։ Գիտեք, Լուսավոր Հայաստան կուսակցությունը ALDE-ի աֆիլիացված անդամ կուսակցություն է, եւ բնականաբար յուրաքանչյուր դելեգացիա, յուրաքանչյուր պատվիրակություն այստեղ գալիս է իր խնդիրները բարձրացնելու, իր գործընկերների հետ շփվելու, հասկանալու թե եվրոպական որ երկրում ինչ խնդիրներ կան, եւ ընդհանուր առմամբ Եվրոմիությունը ինչ ուղղություններ ունի եկող տարվա համար։ Բնականաբար ALDE-ն նաև հանդիսանում է Renew Europe խմբակցության հիմնական անդամներից մեկը որպես կուսակցություն եւ Եվրոպական պարլամենտում քաղաքականություն մշակողներից մեկն է։ Այստեղ մեր գործընկերների հետ բնականաբար կիսվել ենք մեր մտահոգությունները կապված Հայաստան-Ադրբեջան ընթացող այսպես կոչված խաղաղության գործընթացի հետ։ Նաև ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Եվրոպական միության արտաքին հարցերով հանձնակատար Կայա Կալասը իր ելույթում խոսում էր այն մասին, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը տեղի է ունեցել եւ դրա կրեդիտը այսպես կոչված գնում է Ամերիկային, որտեղ Միացյալ Նահանգներում ստորագրվեց հռչակագիր, սակայն նա պնդում էր, որ եվրոպական առաջնորդները իդեմս Շարլ Միշելի մեծ ներդրում ունեն գործընթացում, որովհետև նրանք աշխատել են երկար, այ վերջում Տրամպը եկավ, կապիտալիզացրեց։ Բնականաբար մենք լուսավորեցինք մեր եվրոպական գործընկերներին, այն իմաստով, որ Շարլ Միշելը հանձն էր առել, որ պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունենա իրավունքներ եւ անվտանգության միջազգային մեխանիզմներ Եվրոպական միության անունից, որը տեղի չի ունեցել, եւ նաեւ Կայա Կալասը եւ բազմաթիվ Եվրոմիության մեր գործընկերներ, ոնց ասեմ, բարեխիղճ մոլորության մեջ են գտնվում Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված խաղաղության գործընթացի իմաստով։ Դրա համար շատ կարեւոր է այս այցերը, որ մենք լուսաբանենք, խոսենք, ներկայացնենք մարդկանց, թե ինչ է իրականում կատարվում Հարավային Կովկասում։ Եվ մյուս կողմից նաև երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների հետ կապված, այստեղ հատուկ պանել կա, քննարկում կար եվրոպական տարբեր երկրներում դեմոկրատիայի, ժողովրդավարության յետընթացի վերաբերյալ։ Եվ ինչ ունենք մենք, որ Հայաստանի Հանրապետությունը որպես դեմոկրատիայի բաստիոն, որպես sense որ վերջն են մեր մոտ ներկայացնում, չէ՞։ Եվ այստեղ մարդիկ տեղյակ չեն, որ ինչա կատարվում։ Բնականաբար ես նամակներով դիմել էի նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահին, Եվրոպական խորհրդի նախագահին, այստեղ էլ մեր գործընկերներին իրազեկում են, որ Հայաստանում դեմոկրատիայի, ժողովրդավարության լուրջ հետընթաց է տեղի ունենում, լիբերալ ազատությունների ոտնահարումներ, ցույցերի հավաքների, խոսքի ազատության սահմանափակումներ, եւ օրինակ այն դեպքերը, որ մենք ունենք քաղաքբանտարկյալների հետ կապված, հա, Միքայել Սրբազանի, Սամվել Կարապետյանի, հիմա նոր Գյումրիի բազմաթիվ մարդիկ, ովքեր Գյումրիում կալանավորվել են, ձերբակալվել են, այնուհետև կալանավորվել են, ինչ են արել, քաղաքապետարանի առջև ցույց են արել։ Այսինքն սա ըստ էության հավաքների ազատության սահմանափակում է, որի արդյունքում մարդկանց կալանավորում են։ Ինչ ուղերձ է սա 2026 թվականին սպասվող ընտրություններից առաջ, որ Հայաստանի Հանրապետությունը յետընթաց է ապրում ժողովրդավարությունից, փորձեն վերարտադրվեն մեր իշխանությունները, որից հետո կգան էլի այստեղ կասեն, վայ, գիտեք ինչ կա, մենք լավն ենք, մենք եվրոպական ենք, մենք պրոեվրոպական ենք, մենք հարգում ենք մարդու իրավունքները եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, որ մենք բավականին մանրամասն Եվրոպական միության թե պարլամենտի, թե Եվրոհանձնաժողովի, այստեղ բազմաթիվ ներկայացուցիչներ կան եւ նաեւ եվրոպական ամբողջ մայրցամաքից բազմաթիվ քաղաքական ուժերի ղեկավարություններ, բոլորին էլ ներկայացնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, որ որևէ ձևի իշխանության ստերի, իշխանության պրոպագանդային չխաբվեն, ինչ հետապնդումների է ենթարկում Հայաստանի ծառայելական Սուրբ եկեղեցին, արքեպիսկոպոսներ կան կալանավորված եւ թե ինչ տրանսֆորմացիաների է ենթարկվել Հայաստանի ժողովրդավարությունը։ Դեք հայտարարում է, որ սեսիան սկսելու է արդեն, մեր սուրճի ընդմիջումը ավարտվում է, ուզում եմ այսքանով ամփոփել, բնականաբար կշարունակենք դեռ վաղը այստեղ ենք աշխատանքները, եւ եթե էլի հետաքրքիր ինչ-որ բան լինի, ձեզ անպայման կիրազեկենք։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։